Գևորգյան, հեղուկ գազի շուկայում նորից կիսաճգնաժամային իրավիճակ է, գազ չկա կամ դժվար է գալիս եւ գազը կտրուկ թանկացել է։ Ձեր դիտարկումները։ Լարսը փակում ենք հայտարարություն էին տարածել, Լարսը բացվել է արդեն մատակարարներ կան կենտրոն մի քանի օրից սկսել իրիչներ։ Իսկ Լարսը ինչու է փակվել, ինչն է պատճառը։ Եթե եկավ Դե գալիս է, կամաց գալիս է։ Հպարտորեն հայտարարում եք Լարսը փակ է։ Ես հպարտորեն չեմ ասել, ասում Լարսը փակ է, փաստը մարզանալու, ասում կարող է հենց գազը մենք։ Պատճառը ո՞րն է փակվելու։ Եղանակի պայմաններում Լարսը փակ է։ Շատ լավ, բայց Հորմուզին հեղուստն էլ Իրանի պատերազմն ազդի։ Հարց եք տվել, պետք է լսեք, որ այդ մի հարցը մի 100 անգամ պատասխանեք։ Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսական 180 կարծեմ մոտ։ Որևէ մեկը նույնիսկ չի գերազանցում 10% շեմ, այսինքն դաշտը խիստ մրցակցային է։ Եվ տեսականորեն որևէ մեկը չի կարող գեշկորդի չանաշեն, որ օրենքով արգելված է 10%-ից ներքև որևէ տնտեսվարության նկատմամբ որևէ process գեներացել ամբողջ աշխարհում։ Եթե դաշտը խիստ մրցակցային է, եւ բոլոր տնտեսվարողները կարող են իրար մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարություն, պետք որ կարող է դեֆիցիտ ստեղծի, արհեստական խնդիր ստեղծի։ Մի րոպե լսեք, էլի։ Մի րոպե լսեք, որպեսզի հասկանանք։ Ոնց եթե չկա խիստ որևէ մի տնտեսվարող, որ ունի գեշկորդիկ, որ կարող է չարաշահել, նշանակում մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել այդ տնտեսությունը։ Մի հարց։ Պատճառը որն է, մենք հավաքվում ենք մանրամասն ուսումնասիրում ենք Ռուսաստանի Դաշնությունից էր մատակարարվում գազը եւ չէր եկել, քիչ է։ Դրա համար այն մարդիկ ովքեր ունեն քիչ քանակի գազ, որպեսզի արագ սպառեն, այս գազը գինը բարձրացրել էին։ Իսկ թանկացել է այնտեղ Ռուսաստանում։ Մեկ էլ ինվոյսը ինչքան է այնտեղ։ Դուք տեղեկ եք գներից, օրինակ ինչքան այդ մարժան ինչքան է, կարող է օրինակ շատ են մեջը մտնում։ Չի կարող։ Ասում որտեղ 100 քանի հոգու դեպքում թե մեկը շատ է ասում։ Դեպքից մյուսն էլ մեկը մեկին ձեն է տալիս կամ նայում են։ Հոգի իրար ձեն է տալիս, դա բանտեսական։ Ուղղակի մեկը օրինակ թանկացնում է, մյուսն էլ։ դրամ է դարձել, դուք տեղանելիք չունեք, դա արհեստական բարձրացում չի։ 180 մանրամասն բացատրեց։ Ասում նույնիսկ օրենքով արգելված է 10%-ից ավել պակասի դեպքում որևէ process գեներացնել դա ամբողջ աշխարհում։ Նայեք, պատկերացրեք, ասենք 10000 հոգի ինչ-որ գործով է զբաղվում։ Դա տեսական է նշանակում չեն կարող իրար պայմանավորել, ասենք հակամրցակցային։ 8% ամենաշատը։ 9% է նախկինում, 8-9 7։ Լավ, ինվոյսից տեղյակ եք, այնտեղից ձեռքբերման գինը ինչքան է մոտավոր, ինչի։ Դե բա իմանանք ինչքան է։ Պարոն Գևորգյան, հենց էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ տնտեսվարողներից մեկը ադրբեջանական բենզին է ներկրում, բայց վաճառում է ավելի բարձր գնով, ասենք մյուս ներկրված բենզինի այլ երկրներից ներկրված բենզինի գնով։ Եվ ասաց, որ այդ տնտեսվարողի հետ համաձայնեցված չի, ամենը չեն կարող տալ։ Բարույթ կա հարուցված, ինչ որ հարցով։ Հայտարարության մեկ էկոնոմիկայի նախարար, որ մեկի վրա, որ մեկը ադրբեջանական բենզին է ծախում թանկ գնով գնա վարույթ։ այսինքն այդտեղ մրցակցության է։ Ասում որ հարցի շուրջ որ ասեք, ասեմ, վարույթ շատ բենզինով վարույթներ ունենք, որ հարցով։ Որքան է վաճառում։ Որ այսինքն այդտեղ մրցակցային հակամրցակցային խնդիր չկա, այսինքն մրցակցության բան Լավ չեմ պատմում, ես ասեմ, մենք ինչ վարույթ ունենք, մենք ունենք գործընթաց մենք նախ 3 դատական գործ պարտվել ենք, դա էլ ասեմ, առաջի ակցիայի դատում, դու դատանը կարծել որ բենզինի գները որ բարձրացրել էին, մենք սխալ ենք պատկերացրել, դա բարձր չէ, հիմա վերաքննիչ բողոք ենք տանում եւ այս նորից գործընթաց ունենք բենզինի շուկայում, իհարկե չեմ կարող ասել, չեմ պատկերացնում ինչ է ասում եք։ Նախ հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հնարավոր է խնդիրներ է ստեղծվել հաշվի առնելով Ռուսաստանը։ Հա, լարսը պարբերաբար փակում է եւ ծպրաններ թանկ։ Կարող եք ասել լարսը փակ է, բայց ես ասում եմ հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ռուսաստանում։ Դուք չեք լսում իմ հարցը, ես դարսի մասին չեմ խոսում։ Ես ասում եմ հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ռուսաստանում այո խնդիր են դրել հեղուկ գազի մատակարարումը լավ չիրականացնել Հայաստան։ Բայց ես լսում եմ ձեր հարցը ասում լարսն է փակ։ Միայն լարսն է։ Բայց քաղաքական խնդիր ցանկացած ասած բան կարակ հանգիստ ճշտեք նայեք։ Եթե ես սխալ եմ ասում, շակո պետք է մեքենաների հոզ գա։ Հիմա հարցում եք, ուղղակի ասում եք, քանի մեքենա է մտել Հայաստան եւ տեսնում եք, օրինակ այդ ժամանակում քանի մեքենա նախին մտնում։ Եվ եթե մարդը վարորդը քշում է 10 օր, պետք է գնալ հասներ գար, հետ չի գնում հասնում, կանում է սահմանին, խցանման մեջ ամեն նախ իրա գինն է թանդան, որտեղ ինքը ժամանակ աշխատավարձ է տալի, վճարներ է կատարում եւ այդ ապրանքը չի ասում, ստեղ ու եթե ինչ-որ մեկի մոտ է կա պայմանական
պայմանական 100 կիլոգրամ կամ 100 լիտր գազ, ինքը դա դանդաղ ավելի վաճառում եւ ավելի թանկ ու միանգամից չվերջանա, որ իր մոտ մնա այդ պաշարը։ Եվ դեպ վերջերս գիտեք նաեւ որ որոշ ընկերություններ բնակ հեղուկ գազը չէին վաճառում, ասում են մենակ նախկինում վաճառված կտրոնների համար են վաճառում։ Ինչի՞ համար դրանք ինքնին վաճառում դա դեպի պարտավորություն կատարելու համար այդ խնդիրներ դրեն։ Այսինքն իրականության մեջ երբ որ ապրանքը ավարտը որ ապրանքը չի գալի հասնում դեր։ Ինքը բնական է որ գինը թանկանում է։ Գինը թանկանում է որ պատճառը մեծանում է առաջարկություն։ Հիմա թե այլ ինչ պատճառ կարող է լինել, դա գուշակությունների ժանր է։ Ասում եմ հիմա արդեն գալիս է էսելի գուշակություն։ Իսկ հորմոզի նեղուցով պայմանավորված կարող է այդ բացի լարսը փակ լինելուց նաև ասացին որ հորմոզի նեղուցով այդ մի գիծը կտրվել է, չէ՞։ Այդ այսինքն այնտեղ ճգնաժամ առաջացել, պահանջարկը մեծացել է Ռուսաստանում։ Իհարկե, բայց այդ մի պատճառ, երկրորդ ասում այս վերջի խնդիրը կապված է կոնկրետ լարսը փակ։ Հիմա լարսը որ կգա արդեն տեսնենք բացվելուց հետո ինչ ինվոյսային արժեքով են արել, միգուցե ինվոյսային Իսկ ինչի ինվոյսը չեք հրապարակում։ Չենք ասում կոնկրետ ընկերության մասով, ընդհանուր ասեք մոտավոր դե հասկանենք օրինակ ինչքան են, եթե օրինակ 100-ով Բայց դուք բորսայի գնաք, կարող եք դիտել տեսնել։